Mesdames et messieurs, c'est la fin de la cérémonie. Տիկնայք եւ պարոնայք, արարողությունն ավարտված է։ Vous n'en avez pas fini avec nous. Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, կարծում եմ տեղի ունեցած արարողությունը ցույց է դնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի օրակարգի ամբողջ ծավալը եւ քիչ առաջ տեղի ունեցած փոխանակումները ստորագրված փաստաթղթերի պետք է գնահատել։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարբուշատի թունելի կառուցման վերաբերյալ մեր ձեռք բերած պայմանավորվածությունը եւ համաձայնությունը, եւ սա մի նոր փուլ է ոչ միայն հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին, երբ նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ այս թեման քննարկել ենք, ես նաև մեր մոտիվացիայի մասին եմ խոսել նախագահ Մակրոնի հետ, տեսեք մենք անդադ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին, եւ նաև մենք դե յուրե փաստաթղթերով իհարկե մեծ բարդություն չկա այդ ստանդարտները ամրագրել, բայց նաև մեզ պետք են այդ ստանդարտները իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ, եւ ահա տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը հյուսիս-հարավ ճանապարհում, որը համոզված ենք իր հերթին ներգրավելու է տեղացի կապալառուների նոր ստանդարտները ոչ միայն որդեգրելու, այլև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու եւ տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։ Եվ սա մի օրինակ է, որը ցույց է դնում, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ Ես ուզում եմ այս մի օրինակով ներկայացնել, որովհետև առաջին քայլը, որ տեղի ունեցել այս փաստաթղթի ստորագրման ճանապարհին, իմ խնդրանքն է եղել նախագահ Մակրոնին, որ մենք այսպիսի նախագիծ եւ այսպիսի խնդիր ունենք, եւ նախագահ Մակրոնի աջակցությամբ այս ամենը իրականություն է դարձել եւ ընդհանրապես շատ հետաքրքիր է տեսնել եւ վերհիշել այն ճանապարհը, թե ինչպես են առաջ քաշվող գաղափարները վերածվում կոնկրետ արդյունքի։ Սա մեր երկրում իրականացվող սուպեր նախագծերից մեկն է հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը եւ այս համաձայնագրի ստորագրմամբ, որը իմիջայլոց փաստաթղթի ստորագրմամբ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք մենք խոսում հյուսիս-հարավ ավտոճանապարհի, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ կարողություններ եւ ինչպես բազմաթիվ նման դեպքերում Ֆրանսիան եւ նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին եւ մենք այսօր կարող ենք ասել, որ հյուսիս-հարավ այդ հսկայական նախագիծը, սուպեր նախագիծը արդեն իսկ միսուարյուն է ստանում եւ մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհը ամբողջությամբ շահագործման հանձնելու եւ ես ուզում եմ պարոն նախագահ բազմաթիվ այլ առիթների շարքում շնորհակալությունս հայտնել նաեւ դրա համար, որովհետեւ շատ կոնկրետություններ կան, որ ես բավական երկար կարող եմ թվարկել, բայց ես չեմ ուզում երկար թվարկել եւ ընդհանրապես ուզում եմ ուղղությունները տնտեսություն, անվտանգություն, պաշտպանություն, դիվանագիտություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ եւ մշակութային հարաբերություններ, կրթության ոլորտում հարաբերություններ, այս բոլոր ուղղություններով մենք անընդհատ զգացել ենք եւ զգում ենք ձեր աջակցությունը, Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը, Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը եւ այդ աջակցության դերը
այն ճանապարհին, որոնք մենք այսօր գտնվում ենք, դժվար է գերագնահատել։ Եվ եւս մեկ անգամ, քանի որ ամենաառանցքային նորություններից մեկը, որ տեղի է ունենում եւ տեղի է ունեցել Հայաստանում, այդ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այս արդեն իսկ իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով Ալմատայի հռչակագիրը ընդունված է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման կարևորագույն սկզբունք եւ նաեւ այդ սկզբունքը արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում եւ ըստ էության մենք խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմատայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության ճանաչումը եւ ես ուզում եմ ասել, որ այդ ճարտարապետության գործում առանցքային է, առանց որևէ չափազանցության առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը եւ այդ արձանագրումը տեղի է ունեցել մեր ներկայությամբ, որտեղ նախագահ Մակրոնը հետևողականության, ճկունության եւ դիվանագիտական առանձնահատուկ հմտությունների շնորհիվ կարողացավ մեզ եւ Ադրբեջանի միջև այս համաձայնությունը արձանագրել։ Եվ որպես իմ նշածի տրամաբանական ոչ թե շարունակություն, այլ կուլմինացիա, մենք քիչ առաջ բոլորի աչքի առջև ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիրը եւ թույլ տվեք նկատել հետեւյալը. Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր եւ փաստաթուղթ ունենալու առանց ռազմավարական գործընկերության այսքան են կարել, բայց պատկերացնում եմ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ եւ նվաճումներ են մեզ սպասում, ինչի համար պարոն նախագահ ուզում եմ եւս մեկ անգամ արտահայտել իմ երախտիկի խոսքը ձեզ, ձեր կառավարությանը, Ֆրանսիայի Հանրապետությանը եւ մեր բոլոր գործընկերներին։ Շնորհակալ եմ։